Երևանում այսուհետ որտեղ որ ծառ կտնկվի, որտեղ որ նոր կանաչապատում կլինի, անպայման անցնելու է հետևյալ փուլերը, վերցվելու է հողի նմուշառում 4-ից 6 կետով, մինչև 45 սանտիմ խորությամբ, տրվելու է համապատասխան լիցենզավորված կազմակերպությանը անալիզների կատարման և ճիշտ ախտորոշում, թե հողի ստրուկտուրան ինչպես է կառուցված, ազոտ, ֆոսֆոր, կալիում, միկրոտարերով և ամենակարևորը pH-ով։ Այս բոլոր ինֆորմացիան տիրապետելուց հետո նոր ընտրվում է ըստ չափաբաժինների, ագրոմիջոցառումները կատարվում են, այնուհետև նոր տնկումներ են անում։ Տնկումները կատարելու ժամանակ անգամ ներկրված ծառատեսակների հողախառնուրդը տրվում է անալիզների իմանալու, թե այդ հողագունդը ինչ կառուցվածք ունի։ Վաղ գարնանային աշխատանքների հողի բնաբաժակների փխրեցումը, 5-ից 7 սանտիմ փխրեցումը և հանքային պարարտանյութերով հարստացման եղանակները։ Այսօր մենք ավարտել ենք Մելիք-Ադամյան կատալպաների այդ ձևավորումը և անցել ենք հողային աշխատանքների։ Կատարվում է փխրեցում 5-ից 7 սանտիմ, որովհետև դրան նպատակն է հողին տալ հնարավորություն թթվածին լույս, արև և ինչու՞ չէ նաև հիվանդություն և վնասատուների դեմ պայքարի մի եղանակ է դա, որովհետև հիվանդությունները, վնասատուների սպորները և վնասատուների ձվերը դրվում են 5 սանտիմ խորության վրա կամ կեղևի արանքներում։ Մինչը այս կատարվել է Բորդան հեղուկի լուծույթով սրսկում, որը շատ կարևորում է բոլոր տեսակի սնկային հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքը։ Այնուհետև կկատարվի ոռոգման աշխատանքը, որպեսզի բոլոր վեգետատիվ բողբոջները հավասարաչափ կարողանան բացվել և ծառը հնարավորություն ունենա արմատային սիստեմի հզորացումով նաև ձևավորել սաղարթ։ Հողակի ագրոնոմիական բաժինը իր բուռն մասնագիտական վաղ գարնանային աշխատանքներն է իրականացնում, կատարվում են սրսկումներ, պարարտացումներ, այս պահին իրականացվում է հողաշերտի հողի զանգվածի պարարտացում, սակայն միշտ պարարտացումը հողը ենթարկվել է փորձաքննության անալիզի հասկանալու համար, ինչպիսի միկրո և մակրո սննդատարերի կարևոր էլեմենտների պակաս ունի հողը և հողագիտական ագրոքիմիայի կենտրոնի տվյալների եզրակացության հիման վրա որոշվում է ինչ տիպի պարարտանյութով հարկավոր է պարարտացնել հողը։ Սակայն միշտ պարարտացումը հողաշերտը ենթարկվում է փխրեցման, սարքվում են բնաբաժակներ արմատային համակարգի սիստեմի ավելի լավ կլանողականությունը բարձրացնելու նպատակով։